Ողջույն Սևան, ողջույն Գեղարքունիք։ Իմ սիրելի սևանցիներ, Գեղարքունիքի հարգելի հարազատներ, ընկերներ։ Պարզապես շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալ եմ ձեզանից, ձեր տեսակի, ձեր պայքարի, ձեր արածի այս ողջ ընթացքում մեր կողքը անսասան եւ պինդ կանգնելու համար։ Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել, ձեզանից շատերը այս ժամանակահատվածում իրենց պահել են ամուր, պահել են թասիբով, պահել են տղավարի, նեղ պահին չեն լքել իր ընկերոջը, իր հարազատին եւ կանգնել են իրենց հայրենիքի եւ իրենց թիմի կողքին։ Ձեզանից բոլորից շնորհակալ ենք։ Այս ջուրը վաղուց էի ուզում չասեք, հենց սկզբից ջուրախմում չէի ճարում։ Ջուր չէ լեողի։ Դրա կարիքը չկա։ Սևանում։ Սիրելի հայրենակիցներ, այս հրապարակում իմ համար ելույթ ունենալը կրկնակի պատասխանատվություն է։ Կրկնակի, որովհետև ստեղ են իմ ծնողները, ստեղ են իմ համագյուղացիները, ստեղ են դպրոցում ինձ դասավանդած ուսուցիչները։ Դուք բոլորդ, դրա համար ինչ եմ ընդամենը ձեզ ասում։ Այս ամբիոնից ինչ բառ որ կհնչեցնենք, ես իմ թիմակիցները, ցանկացած տարի, ցանկացած բառի, արած ոնց որ մինչև հիմա ու սրանից հետո։ Ողջունենք մեզ միացող քաղաքացիներին։ Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ անդրադառնալ, այս օրերին շատ ենք խոսել այս իշխանության հիմնական մի քանի ստերին։ Առաջինը, այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է. եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժորժ ջան, սուտ ասում։ Եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։ Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Եվ ամեն ինչ անում է նաև հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ։ Եվ այն գյուղամպրակները, որ սահմանափակված են, այդ հարցերը կլուծեմ։ Սուտ ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են եւ երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն որ անընդհատ ձեզ ասում է ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ ասում, ինքը այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք։ Սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության տարբեր խոշորացված համայնքների ղեկավարներին։ Այս օրերին կան մի շարք համայնքի ղեկավարներ,
ովքեր ԿՊ-ական չեն, ժամանակին ամաչել են մտնեն ԿՊ, բայց այսօր ձեռները քշտած ԿՊ-ի համար ձայն են հավաքում։ Ու տարբեր համայնքներում ասում են, դեսի մեր հարցն է, Նիկոլի հարցը չի։ Տղերք, դուք ավելի վատ գործ եք անում այս պահին, քան ԿՊ-ական քաղաքապետերը։ Նրանց ճակատին արդեն վաղուց դաջված է, նրանք հայրենիք հանձնող թիմի պաշտոնական անդամներն են։ Հետ վերադարձեք այդ ճանապարհից, մասմի կազմեք հայրենիք հանձնողներին։ Դրա համար վաղը միսօր ձեր երեխաների աչքերներին չեք կարող նայել։ Հետևաբար, մի ասեք, դա մեր հարցն է, դա ձեր հարցը չի։ Դուք ընդամենը գործիք եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար եւ այդ քայլով նրանց մոտեցնում եք ձեր տներին։ Խոսքս ուզում եմ նաեւ ուղղել գործարարներին։ Հարգելի գործարարներ, դուք ստեղծող, արարող մարդիկ եք, որ բարիք եք ստեղծում, բայց շատ հաճախ ձեր լռությունը, անտարբերությունը, որոշների դեպքում այս չարիքի իշխանության վերարտադրության օժանդակությունը շատ թանկ է նստելու մեր պետության եւ տնտեսության համար։ Հիշեք միշտ, Արևմտյան Հայաստանում ունեինք խոշոր առևտրականներ, խոշոր գործարարներ, հայ մեծահարուստներ, նույնը ունեինք Արցախում, ուր են հիմա մեր ունեցվածքը, ուր են այդ մարդկանց ունեցվածքը։ Հետևաբար մի վախեցեք այս չարիք իշխանությունից, մի ասեք կարծիք հայտնենք բիզնես կկորցնենք, այդ բիզնեսը եթե այս չարիքին չեռացնենք մնալու է թուրքերին։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սիրելի սևանցիներ, ոնց որ այս ամբողջ ընթացքում թասիբով եկե հասել ենք այս կետին, մոտեցել ենք այս չարիքի իշխանության ավարտին։ Հետևաբար, հունիսի 7-ը պարզ հասարակ ընտրության օր չէ, դա Նիկոլին ու ԿՊ-ին վռնդելու օրն է։ Ուրեմն, հունիսի 7-ին համար, միասին, հաստատ